առավոտից այստեղ տարբեր ակցիաներ են լինում, բայց համաժողովի մասնակիցների կողմից կարծես թե ոչ մի արձագանք չկա, ոչ ոք չփորձեց մոտենալ, հասկանալ ինչ է կատարվում, միայն լրագրողները մի պահ իջան ու կարծես թե հրաժարվեցին մասնակից դառնալ այս ամենի, անգամ լուսաբանելուց հրաժարվեցին։ Ինչ եք սպասում ի վերջո այսօրվա այս ակցիաները որևէ նպատակի ծառայելու են։ Նպատակին Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չեմ կարծում Նիկոլ Փաշինյանը կցանկանա այն մեր պահանջը, որ մենք բարձրաձայնում ենք իրականացնել, քանի որ իր իշխանության օրոք է մեր գերիները, մեր քաղբանտարկյալները, ռազմագերիները իր իշխանության օրոք է այդ ամենը ստեղծվել, հենց իր աջակցությամբ է եղել։ Դրա մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, քանի որ ինքը այս ամենը ստեղծել է մեր պետության գլխին, չեմ կարծում, որ ինքը կարող է լուծել այդ ամենը, իսկ թե ինչ է կատարվում համալիրի ներսում, այո, տեսեք, ահռելի ոստիկանական ամբողջ ուժերը կենտրոնացել են այստեղ, երևի գետ մեկ ոստիկան չկա իր տունը հանգստի, ու հիբրիդային պատերազմ կոչվողը, որ Նիկոլ Փաշինյանը ենք, Ալեն Սիմոնյանը ասում էր հիբրիդային պատերազմ է, Ռուսաստանի Դաշնության անունն էին տալիս, հիբրիդային պատերազմը այստեղ կանգնած մարդիկ են, Նիկոլ Փաշինյանը բերել է Եվրամիության անդամ երկրներին, հիբրիդային պատերազմ հրահրելու մեր դեմ, մեր պետության դեմ, տեսեք օրինակ բերեմ, Զելենսկին եկել է մեր պետություն, որը աջակցում էր, այսինքն Ադրբեջանին, Ադրբեջանին շնորհավորում էր հաղթանակի կապակցությամբ, այսինքն մեր զոհված զինծառայողներին, մեր հերոսների, այսինքն շնորհավորում էր, որ մենք եռաբլուր ենք մեծացրել ու փորձում են այդ ընտրական քողի ներքո դիմաց ընտրություններ են, այդ ընտրություններին հիբրիդային պատերազմով մեր ժողովրդին խաբել, թե Եվրոպա են գնալու, այնինչ բոլորս էլ լավ գիտենք, որ Եվրոպա չենք գնալու, մենք բոլորս մնալու ենք Հայաստանի Հանրապետությունը, ոչ գնալու ենք Ռուսաստան, ոչ գնալու ենք Եվրոպա, մենք մնալու ենք Հայաստանի Հանրապետությունում, հայ ենք մնալու եւ հարաբերությունները կարգավորելու ենք աշխարհի բոլոր պետությունների հետ։ Իշահ Հայաստանի Հանրապետության։ Իսկ այս ամենը ընտրությունների, ասենց ասեմ, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է զուտ աթոռը պահելու համար, որը չի կարողանալու, ինչքան էլ փորձի Ամերիկայից մարդ բերել, Եվրոպայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա մարդ բերել, այդ քաղաքացին գիտակցելու է եւ հասկանալու է, որ թուրքամետ ծրագիր է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, այո, Թուրքիայի շահերի օգտին է անում հայերի դեմ, մեր քաղաքացիները գնալու են ընտրության եւ մերժելու են Նիկոլ Փաշինյանի այս խմբակին։ Իրենք շատ չեն, իրենք շատ փոքրիկ խմբակ են, իրենք ունեն տերեր, իրենց տերերից մեկը 3 մաներ գալիս, ինչ եմ ասում տերեր, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական հովանավորը նաև Ֆրանսիայի ղեկավարն է եղել, ինչքան է փորձեն հայամետ դիրքորոշում ներկայացնել, Արցախի հարցում հայամետ դիրքորոշում չի եղել, թե Մակրոնի կողմից, թե Զելենսկու կողմից, այո, հայամետ դիրքորոշում չեն ունեցել, հիմա փորձում են հայամետ ներկայանալ, եվրոպական, այստեղ ժողովի մասնակիցները, այնինչ միայն իրենք ուզում են Նիկոլին վերընտրվի, որ շարունակեն Հայաստանի Հանրապետությունը սարքել փոքրիկ մի տարածք, այն էլ հələ կասկածելի այդ փոքրիկ տարածքը կմնա, թե չի մնա, երբ որ Նիկոլ Փաշինյանին փորձում են վերարտադրել։ Պարոն Սարգսյան, տեսեք, վաղը Մակրոնը եւ Փաշինյանը միասին Գյումրիում համերգ են մասնակցելու ու այս ամենի զուգահեռ տեսնում ենք, որ մեծ շուկով նշում են քաղաքացու օրը, խորոված փարթիով, համերգներով, մայիսի 1-ը նույն տրամաբանությամբ նշեցին։ Սա ինչի մասն է խոսում, ինչ են փորձում ցույց տալ։ Նախ ընտրական, ընտրակաշարք, ընտրաթոշակ, քաղաքացու օր, այդ ամեն ինչը ուղղված է մի բանի, աթոռը պահելու համար։ Գյումրի ինչի են Գյումրիի վրա կենտրոնացել, ամեն ինչ Գյումրիում են փորձում անել, որովհետև Գյումրիի ժողովուրդը մերժել է Նիկոլ Փաշինյանին, ԿՊ-ին, ամբողջությամբ մերժել է ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանը վախենում է այո Գյումրիից եւ ճիշտ էլ անում է, պիտի վախենա ոչ միայն Գյումրիից, Երևանում էլ են իրենք պարտվել, են շնագողության միջոցով կարողացան Տիգրան Ավինյանին բերել, իրենք մեծ մասերում մարզերի պարտվել են եւ պարտվելու են իր ասած բառերով, քանիցս պարտվելու են, քանիցս։ Կար չէ, թեզեր ունեին, քանիցս երգ էին գրել, հիմա քանիցս իրենք պարտվելու են եւ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը կարծում եմ չի լինելու իշխանության, դրանից հետո գալու է պատասխանատվության ժամանակը, այո, պատասխան են տալու իրենց արածների, իրենց հայ ժողովրդին պատժելու համար պատասխան են տալու։
Մակրոնն այսօր հայտարարեց նաև, որ օրինակ 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա եւ տեսանյութերում տեսնում ենք նաև Փաշինյանի եւ Մակրոնի ջերմ հանդիպումներն ու գրկախառնությունները ջերմ ընդունումը։ Ինչ եք կարծում, Մակրոնը տեսել է, որ այստեղ վաղ առավոտից թույլ տվել են, որ տեսնի այստեղ վաղ առավոտից նման մեծաթիվ թվով մարդիկ իրենց բողոքի ձայն են արտահայտում եւ ինչ որ կերպ կարձագանքի։ Իդեպ բազում էր այսօր Երևանի փողոցներով։ Տեսեք, երեք ուշ գիշեր էր, որոշ մարդկանց էին բերել, էլի իրենց ավտոբուսներով երևի, ԿՊ-ի աջակիցները, թե Մակրոնին են դիմավորում, ժամը 1-ին, ես չեմ հավատում երևանցին կամ հայաստանցին պիտի սպասի, որ Մակրոնը գա փողոցներում իբր Մակրոնին են դիմավորում, դա կազմակերպած բնույթ էր կրում, այո, ոստիկանական ուժերով եւ ԿՊ խմբակի որոշ ներկայացուցիչներով կազմակերպել էին Մակրոնի դիմավորումը, ներկայացնելու իրենց իբր Եվրոպա են գնում, եվրոպական պետություն են կառուցում, այնինչ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չի կարող եվրոպական պետություն նաև կառուցվել, այն պայմաններում, երբ որ շատ քաղաքացիներ քաղաքական բանտարկյալ են, նաև ես եմ եղել քաղաքական հալածյան, վերջին տարիներին, այո, քաղաքական հալածվել եմ եւ դատարաններով անցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացա, որ չի կարողանալու ապացուցել այն ամենը, ինչը որ իր անձով փորձում էր ինձ լռեցնել, դատարանով ես ձգտեցի այն ամենին, որ արդարացվեցի եւ հիմնավորվեց դա, որ քաղաքական հալածանք է եղել վերջին 4 տարիներին իմ հանդեպ ու մեր բոլոր քաղաքացիների հանդեպ, պատգամավորների հանդեպ, քաղաքական գործիչների հանդեպ շարունակվում է եւ շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ ընտրություններով ժողովուրդը հեռացնի իրենց, իսկ ես երեք նորից մի թեզ էի տեսել Մակրոնի ներկայությամբ, այո, ես կարծում եմ Արցախի հանձնման մեջ Մակրոնը, Ֆրանսիայի ղեկավարը Նիկոլի խավորության դերն է ստանձնած եղել, այդ իսկ պատճառով էլ իր կապերը շարունակվում է Մակրոնի հետ, որովհետեւ նաեւ Մակրոնի հետ զրույցներից հետո է եղել, այսինքն իր եվրոպական կազմակերպությունների հետ զրույցներից հետո է Նիկոլ Փաշինյանը գնացել Ալիևի պահանջը բացականչական նշանով ասե Արցախը Ադրբեջան է եւ վերջ, այնինչը Ալիևը ասեց բացականչական նշանով պետք է ասես եւ այս մարդը կատարեց Ալիևի պահանջները։ Որ մի կարճ նկատառում էլ ունեմ, օրինակ շատ քաղաքացիներ կան, որ տեղեկություններ չունեն, ասում են բանակցությունները նախկինների ժամանակ չի եղել, դադարած է եղել, մեկ հիմնավոր փաստ, եթե իրենք Նիկոլ Փաշինյանին ընդունում են, սա հիմնավորում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակիցները չեն տիրապետում իրականությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր ես զրոյական կետից եմ սկսում բանակցություններ, այսինքն դա նշանակում է, որ եղել է բանակցություններ, այսինքն ինքը չի շարունակում նախկինների բանակցությունները, շարունակում է զրոյական կետից, այսինքն մոռանում է բանակցությունները, դա հիմնավորում է, որ բանակցությունները երբեք չի չեղարկված չի եղել այդ թեզը, որ նախկինների վրա են բարդում Արցախի թեման։ Դա Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ինքն է մեղավորը, ինքն է հանձնել Արցախը։ Պարզ հիմնավորում է զրոյական կետից սկսելը եւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ 75%-ից ավել տարածքները առանց մեկ փամփուշտ կրակոցի հանձնեց Արցախը։ Շնորհակալություն ձեզ։